Այս պահին որևէ ռիսկ չկա Հայաստանի եւ ԱՄՆ-ի ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, ԱԺ ասուլիսների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա հայտարարեց, որ նախօրեին ախնիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է Ալեն Սիմոնյանը եւ Հայկ Կոնջորյանը, որի ժամանակ բոլոր ռիսկերը հասցեագրվել են։ Անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցումներին, ըստ որի ԿՊ-ն առաջատար էր, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Մեզ համար քիչ թե շատ կանխատեսելի են այդ հարցումների պատկերը, բայց հարցումների իսկությունը եւ իրական արդյունքները մենք բոլորս կտեսնենք հունիսի 8-ի առավոտյան»։ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն էլ հավելեց. «Այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանն ինչ-որ առումով խաղաղության կղզյակ է եւ բալանսավորված հարաբերությունները մեր հարևանների հետ մեծապես նպաստել են դրան»։ Եղոյանը նշեց. «Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներով ՔՊ-ն ունենում է պարզ մեծամասնություն, ոչ թե սահմանադրական մեծամասնություն, բայց քարոզարշավը դեռ չի սկսվել»։ Ադրբեջանում զորահավաքային միջոցառումների շրջանակում զինված ուժերը դուրս են բերվել լիարժեք մարտական պատրաստության, միաժամանակ սկսվում է պահեստազորային զինծառայողների զորակոչը։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, պարզաբանելով համար 1 զորահավաք հայտարարելու դեպքում գործողությունների կարգը։ Զորահավաքային միջոցառումների շրջանակներում զորամասեր են տեղակայվում մարտական դիրքերում կամ նախապես որոշված նշանակման տարածքներում։ Պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ նման միջոցառումները նպատակ ունեն ապահովել բանակի օպերատիվ պատրաստվածությունը ու հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու կարողությունը, հայտնում են ադրբեջանական լրատվականները։ Այսօր մարտի 6-ին հերթական կրակոցներն են հնչել Երևանում Շամշյանքոմի փոխանցմամբ ժամը 6:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում եւ Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել եւ կա 1 վիրավոր։ Տեղում պարզվել է, որ նշված տեղեկությունը հավաստի է եւ նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։ Ըստ նախնական տեղեկությունների օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է MLS-ի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն Ինտեր Մայամիի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ «Ես հպարտությամբ եմ ողջունում Լիոնել Մեսիին Սպիտակ տանը։ Լեոին, որդին քո մեծ երկրպագուն է, նա կարծում է, որ դու հզոր մարդ ես։ Շնորհակալություն եմ հայտնում, որ այսօր այստեղ ես», Սպիտակ տան սոցիալական ցանցերի հաղորդմամբ ասել է Թրամփը։ Հանդիպման ժամանակ Թրամփը համեմատություն է անցկացրել 38-ամյա արգենտինացու եւ լեգենդար բրազիլացի Պելեի միջև։ ԱՄՆ-ում Մեսին ապացուցեց, որ իսկական չեմպիոն է, նվաճելով MLS-ի տիտղոսը։ Շատերն ասում են, որ Պելեն շատ ուժեղ ֆուտբոլիստ էր։ Ով է ավելի լավը՝ Մեսին թե Պելեն։ Ես քվեարկում եմ Լիոնելի օգտին։ Այսօր առավոտյան Սոչիում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդով երկրաշարժ։ Քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը լուրը հայտնել է իր տելեգրամյան ալիքում։ Քաղաքապետի հաղորդմամբ հանգստավայրի ենթակառուցվածքները չեն վնասվել։ Միասնական դիսպետչերական ծառայությունը հետևանքների մասին որևէ տեղեկատվություն չի ստացել։ Պրոշունինը հավելել է, որ մասնագետները սպասում են սեյսմիկ իրադարձության հաստատմանն ու թարմացված տվյալներին։ Գազետարուի հաղորդմամբ մարտի սկզբին Սոչիում 1 ժամ ընդմիջումներով տեղի է ունեցել 2 երկրաշարժ 4,4 եւ 4,8 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս եւ այլ մանրամասներին ծանոթանալու համար հետևեք Պանորամա AM-ին։